Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրով ձեր Մեդիահաբ։ Քաղաքական առումով 2025 թվականը վայրեվերումներով լիք տարի էր, որովհետև շատ հակասական էր տարին, սկսեցինք տարին տիմ ընտրություններով, որտեղ առաջին հայացքից ունեցանք հաջողություններ, մի քանի համայնքներում ընդդիմադիր համայնքապետեր ընտրվեցին, բայց տարվա ընթացքում տեսանք, թե ինչպես իշխանությունները գլխատեց տիմ համակարգը եւ ապագա խորհրդանական ընտրություններին ընդառաջ ընդհանրապես արմատախիլանում ընդդիմադիր որևիցե փորձ։ Տեսանք տարվա ընթացքում անթակույց հարցակում եկեղեցու նկատմամբ, որ ինձ համար ամենաանթույլատրելի այն կարմիր գիծն էր, որ հատեց իշխանությունը, ունեցանք քաղբանտարկյալների օրեցօր ավելացող թվաքանակ, հատկապես մեր սրբազանները, ովքեր բանտարկված են, ինձ համար դա այսպես ասած անընդունելի երևույթն է, որ արեցին այս իշխանությունները այս տարվա ընթացքում։ Ընդդիմության գործունեությունը ինչպես կգնահատեք։ Մեկ էլ շատերը պնդում են, որ Հայաստանում ընդդիմությունը պետք է փոփոխվի։ Ինչ կարծիք ունեք սրա մասով։ Գիտեք ինչ, ես դեմ եմ արհեստական եւ ջերմոցային փոփոխություններին, ինչպես քաղաքական դաշտը դա մրցակցային դաշտ է, եւ լինի իշխանություն թե ընդդիմություն, մրցակցային դաշտում են իրենց դրսևորելու, իրենց տեղը ընդդիմադիր դաշտում ապահովում, ոչ թե այն հայտարարությունները, թող սա չմասնակցի, նա չմասնակցի, դուրս գան քաղաքականությունից, այդպես չի լինում, հարգելիներս, ոչ մեկի համար ջերմոցային պայմաններ չեն ստեղծվում։ Քաղաքականությունը դա մրցակցություն է նախ եւ առաջ, քաղաքականությունը պայքար է անձերի, գաղափարների, ծրագրերի շուրջ եւ այն քաղաքական ուժը, այն առաջնորդը, որը կարողանում է ավելի համոզիչ ծրագրեր, գաղափարներ ներկայացնել, նա էլ որոշակիորեն ժողովրդի համակրանքը շահում է, այնպես որ այստեղ այդպես ասած արհեստական արգելանքներ, խոչընդոտներ հանելու ես դեմ եմ այդպիսի մոտեցումներին։ 2026 թվականին ընտրություններն են, ինչ եք կարծում, ժամանակը չէ, որ ընդդիմությունը միավորվի եւ միասնական ճակատով հանդես գա։ Տեսեք, ես շատ իդեալիստ չեմ մտածելով, որ հնարավոր է Հայաստանում ողջ ընդդիմադիր դաշտը միավորել մեկ ճամբարում, հա։ Դա շատ իդեալական կլիներ, բայց այն, որ ընդդիմադիր դաշտում անպայմանորեն պետք են խոշորացումներ եւ առնվազն մի քանի խոշոր բլոկներով, միավորումներով, դաշինքներով մասնակցենք, որպեսզի այնպես անենք, որ 26 թվականին մենք ունենանք առանց Նիկոլ Հայաստան, սա առնվազն շատ տեսանելի է եւ կարծում եմ, որ ապագա քաղաքական զարգացումները, ընդդիմության ճամբարում ապագա քննարկումները, կլոր սեղան երկխոսությունները հենց այս հարցերի շուրջ են լինելու։ Եթե 2026 թվականին Փաշինյանի թիմը կրկին հաղթի, դեպի ուր կգնա Հայաստանը։ Եթե 26 թվականին հաղթի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքացիական պայմանագիրը, մենք կունենանք այն, ինչ ունեցանք 2021 թվականների ընթացքում, չէ՞ որ 20 թվականի պատերազմից հետո էլ 21 թվականին վերարտադրվեց քաղաքացիական պայմանագիրը, մենք ունեցանք Արցախի կորուստ, մենք ունեցանք Հայաստանի ինքնիշխան տարածքների փոքրացում, 26 թվականին Աստված մի արասե, եթե նորից վերարտադրվեցին, ապա այդ դամոկլյան սուրը կախված է լինելու արդեն հայոց պետականության այս մնացած հատվածի գլխին, դա առնվազն տեսանելի է, հենց դա որ մենք պետք է թույլ չտանք համատեղ ուժերով, միասնական ջանքերով։ Քանի որ Մեդիահաբը ինքը լրատվական դաշտում իր կայուն տեղն է զբաղեցնում, ես առնվազն մեր հետևորդներին, մեր ժողովրդին ցանկանում եմ հետևյալը՝ մի քանի բաներ, որոնք սրտից են բխում։ Առաջինը, որ ջարդենք անտարբերության սառույց, քանդենք հարմարվողականության պատերը, փշրենք մեր վրայից ստրկամտության այդ շղթաները եւ բոլորով միասին պաշտենք այն, ինչ ունենք, պաշտենք մեր հայրենիքը, պաշտենք մեր ընտանիքները, պաշտպանենք այն, ինչը մեզ համար արժեք ենք համարում։ Եվ եթե այդպիսի մոտեցումներով մենք առաջ շարժվենք, վստահ եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք լրիվ նոր իրականություն եւ իրապես լիաթոք շնորհավորելու առիթներ։ Ամեն դեպքում ես լավատես եմ եւ մաղթում եմ մեր ազգին իմաստություն, խաղաղություն, ներդաշնակություն, ամեն ինչ լավ է լինելու, շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրով ձեր Մեդիահաբ։